լրատվական։ Իդեպ սպասելի էր, որ Ադրբեջանը կընդվզի Արցախ օտարերկրյա պատվիրակության այցի դեմ։ Արդեն կա հաղորդագրություն, ըստ որի բողոքի նոթ է ուղարկվել Ուրուգվայի արտգործնախարարություն, Լեռնային Ղարաբաղի հարցում դիրքորոշում հայտնելու պահանջով։ Փոքր-ինչ զավեշտալի է, որ այդ հաղորդագրությունը տարածվելու պահին Ուրուգվայում խոր գիշեր էր։ Ուստի մնում է եզրակացնել, որ նամակը հանձնվել է դեսպանության պահակին։ Ադրբեջանն անհարմար դրության մեջ է հայտնվել նաև Հեյդար Ալիևի արձանը Մեխիկոյի կենտրոնում տեղադրելու նախաձեռնության կապակցությամբ։ Նախորդին Բաքվին կրկին ծաղրել է New York Times-ը։ Հանդեսը գրում է, որ Մեխիկո Սիթիի քաղաքապետը Google շտեմարանով արագ որոնում անելու դեպքում հեշտությամբ կպարզեր, թե ինչ մարդ է եղել Հեյդար Ալիևը եւ ում արձանն են կանգնեցնում։ Ալիևն ինքն իրեն կուրկ դարձրեց, ինչը տարածվեց նաև որդու վրա, գրում է թերթը։ Ընթերցողներին հաղորդելով, որ հոր արձանը աշխարհով մեկ սփռելու մոլուցկով բռնված Ադրբեջանի ներկայիս նախագահ տարբեր դիրքերով Հեյդար Ալիևի անդրիներ եւ կիսանդրիներ է ուղարկել Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, Եգիպտոս եւ այլուր։ Ըստ New York Times-ի քաղաքային իշխանությունները բանակցում են Ադրբեջանի դեսպանատան հետ Ալիևի արձանը տեղափոխելու թեմայով, սակայն դեսպանատունը կատաղի դիմադրում է։ Դեսպան Իլղար Մուխտարովը New York Times-ի թղթակցի հետ զրույցում արձանի շուրջ ստեղծված աղմուկի համար մեղադրել է Մեքսիկայի հայ համայնքին եւ Հայաստանին։ Ազերի դիվանագետի խոսքով, եթե արձանը տեղափոխվի, դա Ադրբեջանում չի ընկալվի որպես բարեկամական քայլ։ Այդուհանդերձ իշխանությունները ձևավորել են հանձնաժողով, որն առաջիկա օրերին կհրապարակի իր վճիռը բռնապետի արձանի ճակատագրի վերաբերյալ։ Երևան ազգային ժողովի այսօրվա նիստում շարունակվել են պետական բյուջեի նախագծի շուրջ քննարկումները, որոնց մասնակցել են նաև կառավարության ներկայացուցիչները։ Ինչպիսին է ի վերջո բյուջե 2013-ը, որը կլինի ֆինանսական փաստաթղթի ծախսային հիմնական ուղղվածությունը։ Ինչու հանգամանորեն չի քննարկվում փաստաթղթի եկամտային մասը։ Այս հարցերի շուրջ են հիմնականում բորբոքվել կրքերը իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների միջև։ Որքան լավ ենք ապրելու գալիք տարի, որքան է բարելավվելու երկրի սոցիալական վիճակը, ազգային ժողովն այսօր կառավարության ներկայացուցիչների հետ շարունակեց գալիք տարվա հիմնական ֆինանսական փաստաթղթի քննարկումը։ Պատգամավորներն իրենք են հաստատում, նախընտրական շրջանն իր դրոշմը թողնում է քննարկումների վրա։ Իշխանական թևը ներկայացնող պատգամավորները պնդում են, կյանքը բարելավվելու է, բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի։ Այս շեշտադրման ավելացումներն ակնհայտ են։ Խորհրդանի ընդդիմադիր թևը ուղիղ հակառակն է պնդում։ Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչներն ասում են, այս բյուջեն անբավարար է, դաշնակցականներն գոհ չեն։ ՀԱԿ-ի ներկայացուցիչները դժգոհում են, թե խորհրդարանում ֆինանսական այս փաստաթղթի եկամտային մասը նույնքան հանգամանորեն չի քննարկվում, որքան ծախսայինը։ Բացատրում են, թե եկամուտները չեն քննարկում, որ հրապարակային չդառնա, թե ովքեր են հարկերից խուսափողները։ Կա համով ընդդիմադիր, կա եւ անհամ անալի ընդդիմախոս։ Ձեռ չեմ տվել, մի խոսեք։ Ելույթներ էլ կային, որոնք չեն քննադատում, պարզապես ցույց են տալիս, ես այնքան խելացի եմ, ինձ տեսեք, հետագայում հաշվի կառնենք։ Դա էլ կանենք, բոլոր ելույթները հաշվի են կառնելու։ Բյուջեի ուղղվածության, ծախսային, եկամտային տողերի մասին արտահերթ ելույթներ ունեցան նաև մի քանի նախարարներ։ Հինգշաբթի արդեն բյուջե 2013-ի վերաբերյալ ամփոփիչ ելույթները կլինեն։ Կառավարության ներկայացուցիչներն ու խորհրդանականները այսօր շփվեցին նաև նիստի ավարտից հետո հարց ու պատասխանի ժամին։ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե ԱՊՊԱ-ի ներդրման հենց առաջին տարում ապահովագրական ընկերությունները 50% շահութաբերություն են գրանցել։ Այս ամենը գեներացնում է հնա։ 2012 թվականի արդյունքները ամփոփելուց հետո ձեզ կներկայացնենք հաշվետվություն, թե ինչպիսին է ապահովագրական շահութաբերության մակարդակը եւ արդյոք գները բարձր են թե ոչ։ Կառավարության ղեկավարը բացատրեց, որ ավտոմեքենա ունեցող քաղաքացիները պարտավորվեցին ամեն տարի գումարներ վճարել ապահովագրելու իրենց սեփականությունը, սակայն մտահոգություն այնուամենայնիվ կար, քանի որ երկրում հաղթահարված չէր աղքատության խնդիրը եւ չկար ճանապարհային պատահարների մասին վիճակագրություն։ Ապահովագրության գինը որոշելը դժվար է, ասաց Տիգրան Սարգսյանը, պետք է այնպես անել, որ գինը շուկան որոշի։ Վարչապետը ասաց, որ ստեղծվելու է առանձին մարմին գործադրից անկախ, որը զբաղվելու է ապահովագրության գների հարցով։ Խորհրդանականներին հետաքրքրում էին նաև կաշառակերությանը ստվերի վերացմանն ուղղված քայլերը։ Կոռուպցիան երկրի համար նույնն է, ինչ քաղցկեղը օրգանիզմի, ձևակերպեց արդարադատության նախարարը։ 4-5 տարի առաջ, եթե խոսվեր, որ ոստիկանության գեներալ, ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան սպա, արտաքին գործերի նախարարության վարչության պետ եւ այլ պաշտոնատար անձիկ, որոնց ցանկը կարող ենք շարունակել, որոնք կոռուպցիոն հանցագործությունների համար այսօր ազատազրկման վայրերում են, դες համար, այսինքն նույն ընդդիմության համար կարող էր, չգիտեմ, հեգնանք առաջացնել, որ այդպիսի բան հնարավոր չի։ Եթե սա իրոք քաղցկեղ է, ուռուցք է, չարվորակ է, ապա դրա դեղահաբը այսօր բժշկական
մեջ քիմիաթերապիան է։ Քաղցկեղի դեմ պայքարից բացի քիմիական թերապիայից կա նաև ֆիզիոթերապիա, կա նաև խիրովիրահատական միջամտություն։ Եվ ես պիտի ասեմ, որ այս բոլորը միաժամանակ է կիրառվում։ Օրենսդիր գործադիր հարց ու պատասխանից հետո էլ վարչապետը լրագրողների հետ շփվեց։ Պատասխանելով մեծամասնական կամ համամասնական ընտրակարգերի կիրառմանը վերաբերող հարցին վարչապետն ասաց, կառավարման համակարգը տարբեր երկրներում տարբեր արդյունավետություն կարող է ունենալ։ Նախագահի ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ մեր երկրում անդրադառնալ այս խնդրին այնքան էլ ճիշտ չէ, եւ մեր օրակարգում այդ հարցը առաջնահերթ չէ, ասաց Տիգրան Սարգսյանը։ Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս տարբեր արդյունքներ եւ կարծում եմ, որ ամեն մի երկիր իր առանձնահատկություններից ելնելով պետք է իր համար ընդունի առավել արդյունավետ կառավարման համակարգ եւ առավել արդյունավետ ընտրական օրենսգիրք պետք է ունենա։ Դրա ընդունման լավագույն ձևը դա ազգային ժողովում քաղաքական բանավեճն է, որը տեղի է ունեցել։ Սերժ Սարգսյանի քաղաքական ռեյտինգն ու իմիջը շատ բարձր է, շատ մեծ է հավանականությունը, որ նա կընտրվի հանրապետության նախագահ, ասաց Տիգրան Սարգսյանը, ավելացնելով, կարծում եմ քաղաքական մեկնաբանները այս հարցի շուրջ կիսում են հավանականության այս տեսակետը։ Վարչապետը քիչ հավանական է համարում, որ նախագահի ընտրություններում կառաջադրվեն նախկին նախագահները։ Կառավարության ղեկավարը չի բացառում, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջև հնարավոր է նոր հուշագրի ստորագրում։ Նա նաև պարզաբանեց, որ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն միասին երկար ճանապարհ են անցել, միմյանց լավ ճանաչում են, գիտեն թե ինչ արժեքների շուրջ են լինում համախմբումները, ովքեր են այդ գաղափարների կրողները, այնպես որ կտրուկ շրջադարձը քիչ հավանական է համարում։ Մենք պատրաստ ենք համագործակցության քաղաքական այն ուժերի հետ, որոնք ուզում են մեզ հետ համագործակցելով մեր երկրում իրականացնել բարեփոխումներ։ Մի քանի անգամ մեզ դա հաջողվել է եւ հռչակագրերում համաձայնագրերում արտացոլվել են այն քաղաքական սկզբունքները, որոնց շուրջ ձևավորվել են դաշինքներ։ Իդեպ լրագրողների այն հարցին, թե շատ է խոսում նախագահական ընտրություններից հետո վարչապետի փոփոխության մասին, ում է գործող վարչապետը տեսնում ապագա վարչապետ, Տիգրան Սարգսյանը արձագանքեց, կմտածեմ, կասեմ։ Սիրանուշ Մուրադյան, Հակոբ Սարգսյան, Առաջին լրատվական։ Շարունակելով հետևել ներքաղաքական առօրյային, Հանրապետական Հովհաննես Սահակյանն ու Ժառանգություն բնակչությունից Զարուհի Փոստանջյանն այսօր խոսել են նախագահական ընտրությունների եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության վերջին առաջարկի մասին։ Կառավարման խորհրդարանական համակարգի եւ 100%-անոց համամասնական ընտրակարգի առաջարկն ըստ Փոստանջյանի Բարգավաճ Հայաստան կուսակցության պաշտոնական տեսակետը չէ, այլ մեկ ԲՀԿ-ական պատգամավորի անձնական կարծիքը։ Նա այս թեմայով սկսված քաղաքական խորհրդակցություններին մեծ նշանակություն չի տալիս։ Հանրապետական Հովհաննես Սահակյանը կողմ է բոլոր այն առաջարկներին, որոնք համախմբան նպատակ ունեն, սակայն միասնական շտաբի օրինակը հիշեցնելով ամեն դեպքում արդյունավետ ելք չի ակնկալում։ Նա նաև հիշեցրել է, որ նախագահական ընտրություններն են արդյունքում, ընտրական օրենսգրքի բարեփոխումներն էլ ավարտվել են։ Մի խոսքով կառավարման մոդելի քննարկման ամենահարմար շրջանը չէ։ Ինչ վերաբերում է նախագահականի պատրաստություններին, Հանրապետական կուսակցության սկզբնական կառույցների հետ հանդիպումներ է սկսել դեկտեմբերյան արտահերթ համագումարին ընդառաջ, իսկ Ժառանգության առաջնորդն արդեն հայտարարել է իր առաջադրման մասին։ Զարուհի Փոստանջյանը Ռաֆի Հովհաննիսյանին համարում է միակ ընդդիմադիր թեկնածուն։ Այո, պարոն Հովհաննիսյանը միակ անձն է, ով չի գտնվել այս կամ այն իշխանությունների հետ համատեղ աշխատանքային արատավոր գործընթացի մեջ, ով կարող է ներկայացնել մեր ամբողջ ողջ հայազգի շահերը։ Համայն հայության գաղափարը հենց Սերժ Սարգսյանն էր, որ նաև մտցրեց քաղաքական դաշտ իր այն կլոր սեղանների, այն համաժողովների, հայ-թուրքականի հետ ամբողջ սփյուռքով շրջագայելու եւ նրանց կարծիքը լսելու եւ հասանելի դարձնելու, հաշվի նստելու առումով, եւ կարծում եմ, որ այս պարագայում իսկապես կարևոր է որպեսզի համախմբվենք եւ ունենանք քաղաքական կամք, որպեսզի ձևավորենք ընտրական մշակույթ եւ այս ընտրությունները եւս կազմակերպենք արդար, ազատ, թափանցիկ։ Այլ թեմաների մասին։ Այսօր 23 հայ խորհրդատուների հանձնվել են կառավարման խորհրդատվության միջազգային հավաստագրեր։ Հիմնական խորհրդատվական հմտություններ եւ մասնագիտական էթիկա դասընթացը նրանց համար անցկացրել է կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը։ Խորհրդատուներին Մեծ Բրիտանիայի խորհրդատվության ինստիտուտում մասնագիտական անդամագրության հնարավորություն է ընձեռվել։ Եվրամիության եւ վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ իրականացվող այս ծրագիրն ուղղված է մեր երկրի բիզնես միջավայրի բարելավմանը։ Անցյալ տարի Եվրամիությունը որոշել է մեր երկրին 5 միլիոն եվրո հատկացնել
աջակցելով Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրին։ Բանկը հայ գործարարներին աջակցելու 80 ծրագրեր է իրականացնելու, յուրաքանչյուր նախագիծն արժե 10,000 եվրո։ Եվրամիության նպատակն է բարելավել Հայաստանի գործարար եւ տնտեսական միջավայրը։ Այս ծրագիրը մեր համատեղ ջանքերի կոնկրետ օրինակ է։ Միջազգային լրահոս։ Թուրք-սիրիական սահմանի լարվածությունը շարունակում է մեծանալ։ Թուրքիան մարտական վիճակի է բերել բանակը, միաժամանակ արևմուտքից նոր հայտարարություններ են հնչում ընդդեմ Ասադի վարչակարգի։ Նախ Մեծ Բրիտանիան հայտարարեց Սիրիայում սահմանափակ ռազմական գործողություններ սկսելու հավանականության մասին, ապա Ֆրանսիան սիրիական միացյալ ընդդիմությանը ճանաչեց որպես այդ երկրի օրինական իշխանություն։ Վերլուծաբանները եվրոպական տիրությունների այս որոշումները համարում են Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրելու միջոց, քանի որ Վաշինգտոնը համառորեն ընդդիմանում է Սիրիա երկիրոտ տիպի հերթիր մատակարարելու առաջարկին, իսկ Մոսկվան ըստ արևելյան արևմտյան մամուլի սատարում է Ասադի վարչակարգին։ Սիրիական ընդդիմության ազգային կոալիցիայի ձևավորմամբ Սիրիայում արդեն 1.5 տարի շարունակվող դիմակայությունը նոր փուլ է մտել։ Ինչպես Լիբիայում Քադաֆիին տապալելու համար արևմուտքի հովանավորությամբ նախ ստեղծվեց անցումային ազգային խորհուրդ, այնպես էլ Սիրիայի դեպքում։ Օրեր առաջ Քաթարում դարձյալ արևմտյան տերությունների աջակցությամբ սիրիացի ընդդիմադիրները միավորվեցին մեկ դաշինքի մեջ, որի միակ նպատակը Բաշար Ասադի իշխանության տապալումն է։ Արևմուտքը, մասնավորապես Եվրոպան, ոչ միայն հող նախապատրաստեց կոալիցիայի ստեղծման համար, այլև սկսել է դրան լեգիտիմություն տալ։ Առաջինը կոալիցիան, որպես Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ, ճանաչել է Ֆրանսիան։ Այդ երկրի նախագահ Ֆրանսուଆ Օլանդը հայտարարել է, որ Փարիզը միավորված ընդդիմությանն ընդունում է որպես Սիրիայի միակ իշխանություն։ Օլանդը նաև խոստացել է ապստամբներին զենք տրամադրել, բայց միայն այն ժամանակ, երբ նորաստեղծ կոալիցիան լեգիտիմ կառավարություն դառնա։ Օլանդը նշել է, որ սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու մասին մտածում են ոչ միայն Ֆրանսիայում, այլև շատ ուրիշ երկրներում, որտեղ ևս նրանք շուտով ճանաչում կստանան։ Հիշեցնենք, որ երկուշաբթի ընդդիմադիր կոալիցիան ճանաչեցին Պարսից ծոցի 6 երկրներ։ Կոալիցիայի ստեղծմանը հավանություն տվեցին նաև Արաբական լիգայի պետությունները, բայց լիարժեք ճանաչման մասին դեռ չեն խոսում։ Կան որոշ տարաձայնություններ։ Իսկ Ալժիրը, Լիբանանը եւ Իրաքը, որոնք կասոական դիրք են գրավել, զգուշացրել են Արաբական լիգային ապստամբների հետ շատ չմերձենալ։ Զգուշավորություն է ցուցաբերում նաև Միացյալ Նահանգները, որն ընդդիմադիր կոալիցիան ճանաչել է, բայց որպես սիրիացիների միակ օրինական ներկայացուցիչ դեռ չի ընդունել։ Ինչպես արեց Ֆրանսիան։ Ի տարբերություն Ֆրանսիայի, Միացյալ Նահանգները մտադիր չէ նաև զենք տրամադրել ապստամբներին։ Դամասկոսն արդեն արձագանքել է Փարիզի քայլին եւ ընդդիմության ձևավորած ազգային կոալիցիայի ճանաչումը Ֆրանսիայի կողմից համարել է անբարոյական։ Միաժամանակ մեծանում է լարվածությունը թուրք-սիրիական սահմանին։ Թուրքական բանակը բերվել է լրիվ պատրաստ վիճակի եւ ինչպես հայտարարել է Պաշտպանության նախարար Իսմետ Յիլմազը, հարկ եղած դեպքում ռազմական գործողություն սկսելու համար բանակը կառավարության հրահանգին չի սպասի։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի սահմանի մոտ գտնվող թուրքական 3 գյուղերի բնակիչներ տարհանվել են։ Հնարավոր է, որ դա կապված է սահմանամերձ շրջաններում, որտեղ ամրացած են ապստամբ ուժերը սիրիական բանակի արդեն 2 օր շարունակվող ռմբահարումների հետ։ Երբեմն արկեր են ընկնում նաև թուրքական տարածքի վրա, որոնց անմիջապես հետևում է պատասխան կրակը Թուրքիայի կողմից։ Լուսինե Կոշեցյան, Առաջին լրատվական։ Հարավային Եվրոպայում դարձյալ համընդհանուր գործադուլ է։ Չինաստանն արդեն ընտրել է նոր ղեկավարություն, իսկ Իրանը փորձարկել է նոր հեռահար հրթիռ։ Հետևեք միջազգային լրահոսի ուշագրավ դրվագներին մեկ տեսաշարով։ Եվրոպայում այսօր ընդհանուր գործադուլ է, որին մասնակցում են 23 երկրներ։ Արմիությունները, նաև ընդդիմադիր կուսակցությունները փողոց են դուրս բերել միլիոնավոր մարդկանց, որոնք բողոքում են գործազրկության եւ դատարկ դրամապանակներին դեմ։ Ազգային կառավարությունների տնտեսական քաղաքականության դեմ բողոքի ցույցեր, գործադուլներ եւ պիկետներ են Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում եւ մյուս երկրներում։ Ամենախոշոր միջոցառումները տեղի են ունենում Իսպանիայում եւ Պորտուգալիայում։ Իսպանիայում արդեն սկսվել են ընդհարումներն ու ձերբակալությունները։ Ձերբակալվել է 32 մարդ, որոնցից 12-ը ստացել են վնասվածքներ։ Ամբողջ Եվրոպայում հետաձգվում են ավիաչվերթները, կաթվածահար է նաև ցամաքային հաղորդակցությունը։ Մենք ոչ թե չենք ուզում աշխատել, այլ պարզապես աշխատանք չունենք, բողոքում են ցուցարարները։ Գործադուլների կազմակերպիչները ազգային կառավարություններին կոչ են անում հրաժարվել գոտիները ձգելու քաղաքականությունից եւ ավելի մեծ ուշադրությամբ ու պատասխանատվությամբ վերաբերվել հասարակական դժգոհությանը։ Չինաստանում ավարտվել է կոմունիստական կուսակցության հերթական համագումարը, որը քաղաքական ղեկավարության նոր եւ արմատական փոփոխություններ է խոստանում։
Այսպես կոչված պոլիտբյուրոյի կազմը դեռ գաղտնի է պահվում, մինչդեռ կուսակցության ապագա գլխավոր քարտուղարի անունն արդեն հայտնի է։ Այդ պաշտոնը նախկին ղեկավար Հյու Չինտաոյից կանցնի Սին Չինպինին, քանի որ Չինտաոն ինժեներ է, իսկ նրա հետնորդը իրավաբան, վերլուծաբաններն արդեն սկսել են կանխատեսել, թե այն, ինչ Չինաստանում չհաջողվեց անել ֆիզիկոսներին, գուցե կհաջողվի լիրիկներին։ Ըստ կուսակցության լրամշակված կանոնադրության, Չինաստանում սոցիալիզմի տնտեսությունն ու զարգացման ուղին մնում են անփոփոխ, միայն թե չինական առանձնահատկությամբ։ Համագումարի առանցքային հարցերից էր կոռուպցիայի դեմ պայքարը եւ 80 միլիոնանոց կուսակցության շարքերն այդ արատից մաքրելը։ Գործող գլխավոր քարտուղար Հու Չինտաոն ուշացրել է, որ կոռուպցիան սպառնում է փլուզել կուսակցությունը, իսկ դա նշանակում է նաեւ պետության փլուզում։ Օդային պատահարը տեղի ունեցել Իրանում, երկրի արևելյան շրջանում կործանվել է ուղղաթիռ, որի մեջ գտնվող 10 անձինք են զոհվել։ Ուղղաթիռը տեղափոխում էր ճանապարհային վթարից տուժած 5 մարդու, մյուս 5-ի թվում անձնակազմից 4 անդամներ էին եւ 1 փրկարար։ Նախնական վարկածով աղերը տեղի ունեցել վատ եղանակի պատճառով։ Միաժամանակ Իրանում անցկացվող ռազմաօդային ուժերի զորավարժությունների շրջանակում հաջողությամբ փորձարկվել է S-200 հրթիռը, որը նախատեսված է հեռահար հարվածների համար։ Միացյալ Նահանգների մայրաքաղաքում ընթանում է գլոբալ էկոլոգիական հիմնադրամի համաժողովը։ 182 պետություններ միավորող հիմնադրամը ֆինանսավորում է շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող ծրագրեր։ Խորհրդի նիստին քննարկվել են մինչև 2020 թվականը կառույցի ռազմավարության եւ էֆեկտիվ կառավարման առնչվող հարցեր։ Միացյալ Նահանգներում է նաև Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը։ Նախորդին նախարարը հանդիպում է ունեցել հիմնադրամի գործադիր տնօրենի հետ։ Ավելի ուշ Արամ Հարությունյանը նաև ելույթ է ունեցել հիմնադրամի համաժողովում։ Նախարարն իր ելույթում ներկաներին տվյալներ է ներկայացրել Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների, մեր երկրի կենդանական աշխարհի վերաբերյալ։ Հիմնադրամի ղեկավար կազմի հետ քննարկվել է Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացման թեման։ Հարությունյանը նաև հիմնադրամի գործադիր տնօրենին հրավիրել է Հայաստան։ Մեր հիմնական ծրագրերը գտնվում են ֆինանսավորման փուլում, կարևորվում է մեկ ծրագիր, որը վերաբերում է կայուն օրգանական աղտոտիչներին 4.7 միլիոն դոլարի շրջանակներում եւ այս աշխատանքները հույսով ենք, որ հաջորդ տարի արդեն կմեկնարկենք։ Ծրագրի նախապատրաստման համար տրամադրվեց $140,000 եւ հենց նախապատրաստական աշխատանքներն ավարտենք, իրականացնելու ենք այս ծրագիրը վերաբերում է Նոբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցին եւ համոզված ենք, որ այս ծրագիրը հաջորդ տարի կմեկնարկենք։ Մարզային նորություններ։ Նախ Գյումրի։ 10-ական նոր աղբատար ավտոմեքենա եւ ձյուն մաքրող տրակտոր այսօր համալրեցին Գյումրիի քաղաքապետարանի տեխնիկական բազան։ Մեքենաները բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական խոստումն էր։ Նվերը անձամբ հանձնելու համար Գյումրիում էր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Հյուրերը Գյումրիի քաղաքապետի ուղեկցությամբ հոկտեմբեր կինոթատրոնում ելույթից առաջ մոմ վառեցին 7 վերք եկեղեցում, այնուհետև ուղևորվեցին Օլիմպիական հերթափոխի մարզադպրոց, ինչին կից ընթանում են նոր մարզադահլիճի շինարարական աշխատանքները։ Գագիկ Ծառուկյանը խոստացավ նաև հաջորդ տարի նոր մարզադպրոց կառուցել Աշոցքում, իսկ աշխատանքների կազմակերպման համար հորդորեց առաջնությունը տալ ոչ թե կուսակցական, այլ մասնագիտական բարձր որակավորում ունեցող կադրերի։ Քաղաքապետարանում կապ չունի, թե ով է աշխատում, կարևորը որ մասնագետներ աշխատեն։ Ես համամիտ եմ եւ ողջունում եմ այդ մոտեցմանը, որովհետեւ չի կարող քաղաքապետարանը քաղաքականացված լինել։ Կարող ենք անել, նա ենք ասում, ավելորդ բառը չենք ասում։ Մենք մեր այսօր քաղաքապետի կողքին ենք։ Քաղաքապետի կողքին ենք կանգնած ամեն ինչով է, աջակցելու ենք, օգնելու ենք, ոնց ասեմ, ներկայացնելու ենք, ինչ որ օրենք կա, ծրագիր կա, ներկայացնելով, իրականություն դարձնելով եւ որոշ ծրագրեր մեր հաշվին իրականություն են դարձնելու։ Վանաձոր Հարկ-վճարողների սպասարկման որակի բարելավման ծրագրով պետական եկամուտների կոմիտեն այսօր գործարկել է Վանաձորի տարածքային հարկային տեսչության սպասարկման նոր կենտրոնը։ Այն ապահովված է անհրաժեշտ ժամանակակից պայմաններով։ Այսուհետև այստեղ հարկ-վճարողների սպասարկումը կիրականացվի մեկ պատուհանի սկզբունքով, որը հնարավորություն է ընձեռում տեսչության մյուս ստորաբաժանումների հետ շփումը հասցնել նվազագույնի։ Երևանում եւ մարզերում ժամանակակից սպասարկման կենտրոնների գործարկումը սկսվել է 2010 թվականից։ Սպասարկման ոլորտում իրականացվող բարեփոխումներին զուգընթաց անընդհատ կատարելագործվում է հարկերի հսկողական մեխանիզմները, մասնավորապես հարկային վարչարության բոլոր գործընթացներում ներդնելով էլեկտրոնային կառավարման համակարգեր, ինչը մեզ հնարավորություն է տալիս հարկ-վճարողների հետ մինիմում շփման պայմաններում ավելի վերահսկելի դարձնել վերջիններիս եկամուտները։
Եվ կրկին վերադառնալով մայրաքաղաքային թեմաներին, Հայաստանում քաղցկեղը որպես մահացության պատճառ երկրորդ տեղն է զբաղեցնում։ Քաղցկեղով հիվանդների թվի աճը գրանցվում նաև ամբողջ աշխարհում։ Մանկական քաղցկեղի պարագայում մտահոգում է ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի հիվանդներին լիարժեք բուժօգնություն ցուցաբերելու հարցը։ Բաժանմունքի ղեկավարի խոսքով շատ դեպքերում տեխնիկական ոչ պատշաճ զինվածության պատճառով հիվանդ երեխաների ծնողներին խորհուրդ է տրվում երեխային բուժելու տանել արտասահման, ինչի միջին արժեքը կազմում է 100,000 եվրո։ Հայաստանում գործող կենտրոնի ներկայիս պայմաններով ըստ Գրիգոր Բադալյանի դժվար է չարորակ ուռուցքներով երեխաներին լիարժեք օգնություն ցուցաբերել, թեպետ տարեկան 80-100 հիվանդ երեխաների քառորդին ուռուցքաբանության ազգային կենտրոնում են բուժում։ Եվ ինչ է ստացվում, որ մեր այդ գիտելիքները, որոնք մենք ունենք եւ շարունակում ենք տարբեր կոնֆերանսներից ստանալ, ինտերնետից ստանալ, մենք չենք կարողանում օգտագործել եւ ցանկացած դժվար դեպքում, որ հիվանդությունը կրում է արդեն վատ ընթացք, մենք խորհուրդ ենք տալիս բուժվել արտերկրում։ Երևանի քաղաքապետը մասնակցել է մայրաքաղաքի հերթական բարեկարգ բակի հանդիսավոր բացմանը։ Քանաքերձեյթուն վարչական շրջանի նորաստեղծ հանգստյան գոտու կառուցումը քաղաքապետարան մասնավոր հատված համագործակցության օրինակներից է։ Տարոն Մարգարյանը կարևորելով քաղաքապետարան մասնավոր հատված համագործակցությունն ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ բաց է ու պատրաստակամ համագործակցել ու բոլոր այն կազմակերպությունների եւ անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց լուման ունենալ Երևանի բարեկարգման գործում։ Նշենք, որ նորաստեղծ հանգստյան գոտու կառուցման հիմնական ներդրողը եղել է Coca-Cola Hellenic Armenia ընկերությունը։ Եվս մեկ անգամ մենք փաստում ենք, որ քաղաքապետարան եւ մասնավոր ընկերությունների համագործակցությունը բերում է նմանատիպ արդյունքներ, թե մեր բնակչության համար, թե ընդհանուր քաղաքի բարեկարգման համար։ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է կրթություն եւ կարիերա Էքսպո 2012 ցուցահանդեսը։ Արդեն 4-րդ տարին է, ինչ ցուցահանդեսը մեկնարկում է Vivassel MTS-ի եւ կրթության ու գիտության նախարարության աջակցությամբ, տարեսարի ավելացնելով մասնակիցների ու այցելուների թիվը։ Այս տարի ցուցահանդեսում կներկայանա շուրջ 50 կազմակերպություն։ Սա ոչ միայն կրթական նոր ծրագրերի ու առաջարկների ներկայացման հարթակ է, այլև այստեղ միմյանց են գտնում գործատուն ու աշխատանք փնտրողները։ Հավաստացնում են ցուցահանդեսի կազմակերպիչները։ Ընդարձակ տաղավարով կրթության եւ կարիերայի ոլորտում իր ձեռքբերումներն ու առաջարկներն է ներկայացրել նաեւ Vivassel MTS ընկերությունը։ Այսպիսի միջոցառում շատ կարևոր է ուսանողների, դասախոսների, աշակերտների համար, որտեղ իրենց աչքերը բացում է այլ ուրիշ հորիզոնների վրա, ուրիշ հնարավորությունների վրա, որտեղից իրենք կկարողանան օգտվեն եւ ունենան ավելի գիտելիքներ, կան իրենք ինչը ստանում են համալսարանում։ Միևնույն ադեն եւս դա գոհնե ու գխտանե իրենց կարիերայի զարգացման մտածելակերպի մասին, որ իրենք կարողանան ճիշտ կողմնորոշվեն։ Եվ այս թողարկման վերջում Տեզերական զարմանահրաշ տեսարան, որին ականատես լինելու համար աշխարհի տարբեր անկյուններից Ավստրալիա են մեկնել 20,000-ից ավելի զբոսաշրջիկներ։ Մոդորակի հարավային կիսագնդում արձանագրվել է արևի ամբողջական խավարում։ Մասնագետները երևույթը համարում են պատմական։ Այսօր Երևանում բնության առեղծվածային երևույթը մեկնաբանել է հայ մասնագետը եւ կանխատեսել Հայաստանում արեգակի խավարում 2020 թվականին։ Այնինչ երեք տեսան Ավստրալիայի բնակիչներն ուղղակի հրաշալի երևույթ է, որը կրկնվում է 360-ից 410 տարին մեկ անգամ։ Արևի այսպիսի խավարումն իսկապես պատմական կարելի է համարել։ Ընդհանուր առմամբ արևի խավարման ականատես կարող եք դառնալ տարեկան 2-ից 3 անգամ երկրագնդի տարբեր հատվածներում։ Աստղագետները պնդում են, որ արևի խավարումները ոչ միայն աստղագետների համար են շատ հետաքրքիր, այլ նաև պատմաբանների։ Այնքան մեծ ճշտությամբ ենք կարողանում հաստատել, ասենք վայրկյանների ճշտությամբ կարողանում ենք, որ պատմական հիշատակություններում, երբ որ հայտնվում են այդպիսի գրառումներ, որ տեղի ունեցել արեգակի խավարում, մենք կարողանում ենք ճշգրիտ տարեգրությունը հաստատել։ Մեզ տեսանելի առաջիկա խավարումն արդեն հաջորդ տարի է լինելու, հաշվարկել են աստղագետները։ Դրանք իրականում ոչ մի բացասական հետևանք չունեն, ավելին օգնում են գիտնականներին այդ ժամանակահատվածում հետազոտություններ կատարել։ Արևապսակի ուսումնասիրությունը հատկապես խավարման ժամանակ առավել արդյունավետ է լինում։ Երբ լույսը փակում է արեգակի սկավառակը, պսակի ճառագայթներն ավելի տեսանելի են դառնում եւ հնարավոր է լինում դրանք գրանցել եւ ուսումնասիրել։ Առավել եւս հորինված են դրա հետ կապված մյուս պատմությունները, իբր մոլորակների շքերթը լինելու, իբր
ասենք թե երկիրը բևեռներով պետք է շրջվի տեղափոխություն լինի, այդպիսի բան ընդհանրապես դա ֆանտաստիկ բան է, դա հնարավոր չէ, ընդ որում խոսվում է երկրի աշխարհագրական բևեռների մասին, ոչ թե մագնիսական։ Արևի խավարումը չի կարող ազարարել աշխարհի վերջը կամ որևէ աղետ։ Հին ժամանակներում հաճախ աստղագետներն օգտագործում էին այդ հնարքը թագավորներին կամ ժողովրդին սարսափեցնելու համար։ Արեգ Միքայելյանը վստահեցնում է նաև, որ մայաների օրացույցի ավարտը անիմաստ է կապել երկրի կործանման հետ։ Ավելին, վերջին 12 տարիների ընթացքում նա նմանատիպ ծիծաղելի պատմությունների 4 դեպք է հիշում։ 1919 թվականին Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը ստուգել են հենց Արեգակի խավարման ժամանակ, երբ որ նա ուրեմն առաջ քաշեց այն գաղափարը, որ գրավիտացիոն դաշտում լույսի ալիքները պետք է թեքվեն, այսինքն տեղի ունենա այդպիսի բեկում, հաստորեն Արեգակը այդ դեպքում հանդիսացավ գրավիտացիոն ոսպնյակ։ Հաջողություն աստղագիտության մեջ վերջերս արձանագրել են մեր պատանիները։ Աստղագիտության այս տարվա միջազգային օլիմպիադայում մեր մասնակիցները գրավել են թե ոսկե, թե արծաթե եւ բրոնզե մեդալներ։ Արդեն երկրորդ տարին է, որ նրանք առանձնանում են իրենց գիտելիքներով ու ապացուցում, որ Հայաստանում աստղագիտությունը շարունակում է առաջ գնալ։ Գևորգը օլիմպիադայի ոսկե մեդալակիրն է։ Մեր ազգային ակադեմիայի կողմից էլ ստացած դիտակով պատրաստվում է երեկոյան ուսումնասիրել տիեզերքը ու նոր բացահայտումներ անել։ Մրցակցությունը բավականին թեժ էր, ընդամենը 4 բալի կտրվածքով արդեն 5 ոսկե մեդալ կար, այսինքն կարող է մի բալ ավել կամ պակաս ստանալով ոսկե մեդալի չարժանն էր։ Մրցակցությունը տենց թեժ էր ու հուզմունք էինք, որտեվ չգիտեինք ով ինչքան միավոր է վաստակել, ով կստանա։ Հայ աստղագետների հաջողությունները կարող են առաջիկայում շատ ավելի շոշափելի լինել։ 2009 թվականին միջազգային աստղագիտական միությունը տարածաշրջանային կենտրոններ ստեղծելու մրցույթ հայտարարեց։ Միջին Արևելքի տարածաշրջանում Հայաստանը ևս ներկայացրեց իր հայտը եւ համարվում է հաղթողի ամենահավանական թեկնածուն մասնագիտական հնարավորություններով, սակայն միակ խնդիրը պետական աջակցությունն է։ 10 տարի տևողությամբ ծրագիրը հնարավորություն գտա մեծ հայտնագործություններ կատարել։ Տիգրան Դանելյան, Էդգար Դավթյան և Կարեն Գրիգորյան, Առաջին լրատվական։ Այսքանը դուք դիտում եք առաջինի գլխավոր թողարկումը, ես ձեզ հրաժեշտ չեմ տալիս, քիչ ավելի ուշ կհանդիպենք հարցազրույցի տաղավարում։